Դա աշխարհի ամենավերջին անբարոյականությունն է տերորիզմը համարել սրբության սրբոց, չնայած դա շատ բան է բացատրում տարատեսակ սրբազանների կեցվածքում, ում սրանք ընդունում են որպես սրբազան, եթե տերորիզմն են ընդունում որպես սրբության սրբոց, ակնհայտ է, որ տարատեսակ անձանց էլ կընդունեն որպես սրբազան ու այստեղ այս հաշտությունն ու համերաշխությունը տեղի կունենա, բայց իմ ընկալմամբ անբարոյականության գագաթնակետն է տերորիզմը անվանել սրբության սրբոց։ Քաղաքակիրթ մարդկության համար, քրիստոնյա մարդկության համար տերորիզմը համարել սրբության սրբոց դա ուղղակի չլսված բան է։ Ես չգիտեմ այդ ինչ արժեքային համակարգ է պետք ունենալ, որպեսզի նման բան ասել։ Օրինակ հոկտեմբերի 27-ի ժամանակ սպանվածների հարազատներին գնացեք ասեք ձեր ամուսնու սպանությունը, ձեր հոր սպանությունը սրբության սրբոց է եղել կամ պորտկու։ Դուք անբարոյական չեք։ Իհարկե դաշնակցությունը այդ ամեն ինչի ուղիղ շահառուն է եղել։ Դաշնակցությունը ամենաշատն է շահել հոկտեմբերի 27-ից։ Մինչև հոկտեմբերի 27-ը դաշնակցության թևերը այդքան բացված չեն եղել։ Ռոբերտ Քոչարյանը որպես դաշնակցության տեր այդքան բացված թևերով չի եղել։ Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանին այդ ինչ որ Անգլիայի թագուհու կարգավիճակից դարձրել է իր բառերով ասած երկրի միակ տղամարդ։